Փակվում են Գազայի վերջին 25 փռերը։ ՄԱԿ-ի պաշարները սպառվել են, այլուր չի մնացել, ահազանգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։ 31-րդ օրն է, Իսրայելը փակ է պահում բոլոր ճանապարհները, մարդասիրական օգնություն չի մտնում Գազա։ Սա ամենաերկարատև պաշարումն է։ Հացի փռերի փակումը ճնշում է մեզ, առանց այդ էլ հոգեբանական վատ վիճակում ենք վառելիքի բացակայության պատճառով։ Հուսով ենք արաբական երկրները կկանգնեն մեր կողքին եւ կօգնեն, ճնշում գործադրելով Իսրայելի վրա։ Իսրայելի գործողությունները Գազայի տարածքում կոորդինացնող ռազմական կառույցը վստահեցնում է, հրադադարի ընթացքում Գազա է մտել ավելի քան 25,000 բեռնատար, մոտ 450,000 տոննա հումանիտար օգնությամբ։ Իսրայելական կողմի հայտարարությունների համաձայն այդ Համասն է արգելում, որ օգնությունը հասնի խաղաղ բնակչությանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը իսրայելական կողմի այդ պնդումը ծիծաղելի է համարում։ Նրա խոսքով սնունդ Գազայում գրեթե չի մնացել, վիճակը կրիտիկական է։ Պարենի համաշխարհային ծրագիրը զվարճանալու համար չէ, որ փակում է հացի փռերը։ Այս ամենի հետևանքները հասարակ քաղաքացիներն են կրելու։ Ոչ գազ ունենք, ոչ էլեկտրականություն, ոչ էլ արևային էներգիա տանը հաց թխելու համար։ Վիճակը սարսափելի է։ Գազայի սովամահության մատնված բնակչության թիրախավորումն էլ չի դադարեցնում Իսրայելը։ Ռմբակոծություններն այսօր առավոտյան առնվազն 4 տասնյակ մարդու կյանք են խլել։ Հիմնական թիրախը ՄԱԿ-ի կլինիկաներից մեկն է եղել։ Միայն այնտեղ 19 մարդ է զոհվել։ Զոհերի թվում 9 երեխա կա։ Թիվը հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Համասը դատապարտել է Իսրայելին, խաղաղ բնակչությանը, կանանց ու երեխաներին թիրախավորելու համար։ Երկու շաբաթում առնվազն 1042 պաղեստինցի է զոհվել, այդ թվում 322 երեխա։ Մարիամ Ամիրջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։